Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ իրավագետ, իրավաբանական գիտությունների տեխնացու Արտաշես Խալաթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խալաթյան։ Բարև ձեզ։ Պարոն Խալաթյան, եկեք զրույցը սկսենք Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հայտնի միջադեպից, որովհետեւ որքան էլ որ տարօրինակ է, հիմնական քննադատությունները հասարակության ընդդիմադիր շրջանակների մոտ այն է, որ վարչապետը պիտի չգնար, պիտի չսադրեր, այն էլ պիտի անվտանգության աշխատակիցների հետ չգնար, այսինքն մեղավոր է վարչապետը, որ գնացել է եկեղեցի եւ այնինչ տեղի ունեցավ, նաեւ հետո մեղավոր էին ոստիկանները, որ արձագանքեցին եւ գործողություններ եղան, ձերբակալվածներ եղան։ Ընդհանուր առմամբ ինչի մասին էր թե միջադեպը, թե այս քննադատությունները տեղին են։ Դե իրականում այս ամենը տեղավորվում է հիբրիդային պատերազմի, այսպես ասենք, շրջանակներում, որովհետեւ փորձ է արվում ստեղծել ուրեմն բռնության եւ ամենաթողության նախադեպ կամ այսպես ասենք փաստացի լեգիտիմացնել նման գործողությունները եւ այդ առումով էապես վտանգվում է հասարակական կարգը եւ ընդհանրապես պետական ինստիտուտների իրավապահ նախ առաջ համակարգի եւ ընդհանրապես պետական ինստիտուտների եւ հանրային հեղինակությունը եւ ուրեմն այսպես ասենք կարողունակությունը ժողովրդի աչքում պետական ինստիտուտների արդյունավետությունը ընկնում է այնքանով որքանով ժողովուրդը թերևս ուրեմն սպասում է շատ ավելի կոշտ պատասխանի նման դրսևորումներին դա տեղի չի ունենում եւ ըստ էության այս գործողությունների շահառուները փաստացի դուրս են գալիս ինչ որ առումով հաղթանակած կամ իրենց առաքելությունը որոշակիորեն կատարած։ Նույնիսկ երբ մենք տեսնում ենք, որ կատարողները ձերբակալվում են, հետո դատարանների կողմից ենթադրենք կալանքի սանկցիան չի բավարարվում կամ բավարարվում է, հետո մեկ ամիս հետո դառնում է տնային կալանք, հետո ազատ են արձակվում ժողովրդի եւ հա նաեւ դատական process-ն էլ տևում է, չգիտեմ, ամիսներ, գուցե 1 տարի, ժողովրդի աչքում հանրագումարում սա ընկալվում է որպես եւ հատկապես մեր մեդիան էլ դա գիտակցաբար թե անգիտակցաբար ներկայացնում է որպես ազատ արձակում անձի, այլ չեն խորանում իրավական մանրամասներում, որ դա, ասենք, խոսքը վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը եւ դեռ ասենք դատավճիռ չկա, բայց ժողովրդի աչքում երևում է, որ մարդիկ կարողանում են օրինակ եմալ ոտնձգել անգամ երկրի ղեկավարի հանդեպ, հետո ասենք կնստեն ինչ որ ժամանակ կամ չեն նստի, հետո ասենք հայտնվում են ազատության մեջ, իսկ վատագույն պարագայում կարող են նաեւ արդարացվել։ Եվ դա ընդհանուր առմամբ մեկ ընդհանուր պատկերում պետք է դիտարկել, այն է հիբրիդային պատերազմ, որի նպատակն է պետական ինստիտուտների եւ ընդհանուր առմամբ հայկական պետականության ջլատմանն է ուղղված այս ամենը եւ բնականաբար այստեղ իշխանությունը լուրջ անելիք ունի։ Ինչ անելիք ունի, պարոն Խալաթյան։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ խոսքի ազատության հյուրընկալում կա, ընդ որում այդ թվում իշխանության շրջանակներում նաև որոշ իշխանավորների շրջանակներում ես անուններ չտամ, բայց կան նաև իրավասու պաշտոնատար անձինք, որոնք այսպես ներքին, այսպես կուլուարներում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում բորբոքել ժողովրդին, այսինքն մեղմությունը մեղմ պահվածքը բացատրում են նրանով, որ դա հակառակը կարող է բերել ժողովրդի ցասման, չգիտեմ ինչ, բայց իրականում այդ իրավասու պաշտոնատար անձինք, որոնք ներկայացնում են համապատասխանաբար իրավապահ համակարգը կամ, ասենք, արդարադատության նախարարությունը եւ այլն, ներքին գործերի նախարարությունը, իրենք կարծես թե իրենց կարգավիճակը շփոթում են քաղաքական պաշտոնատար անձանց կարգավիճակի հետ, որովհետեւ իրենց գործը չէ մտածել ժողովրդի ցասման մասին կամ դա կբորբոքի ժողովրդի ցասում եւ այլն, իրենց ելակետը եւ հենման կետը օրենքն է, այսինքն իրենք օրենքը պետք է կիրառեն անկախ նրանից, թե դա ում դուր կգա եւ ում դուր չի գա։ Եվ ահա նման մտավախությունները նաեւ ծնում են, այսպես ասենք, հանցավոր նախադեպեր եւ այսպես ասենք ավելորդ գայթակղություններ համապատասխան շրջանակների մոտ, որ կարելի է անել չպատժվել կամ կարելի է անել այդքան էլ չպատժվել եւ եթե հաշվի ենք առնում, որ ըստ էության մենք գործ ունենք կազմակերպված գործողությունների հետ, այդ թվում կարծում եմ նյութական շահագրգռությամբ կատարված գործողությունների հետ, մարդիկ ըստ էության իրենց հնարավոր վարձատրությունը երբ համեմատում են այն փոքր զրկանքի հետ, որ կարող է կրեն իրավական համակարգի կողմից, ըստ էության ըստ իրենց շահած են դուրս գալիս եւ իրենց, այսպես ասենք,
աշխատանքի վարձատրությունը արդարացվում է։ Պարոն Խալաթյան, մենք կարծես թե երբեմն զուգահեռ իրականություններում ապրենք, հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Մի կողմից, այսպես մեղադրանքներն են, որ 37 թիվն է հիշեցնում բռնաճնշումները, հատկապես ընդդիմադիրներն են դրա մասին խոսում։ Մյուս կողմից հասարակության եւ քաղաքասարակության մի լայն զանգված խոսում է այն մասին, որ ժողովրդավարությունը այսօր անպաշտպան է թողված, ամենաթողություն է, անպատժելիություն է, ինչպես նաեւ դուք ձեր խոսքում նշեցիք։ Հիմա հասկանանք նախ անպատժելիությունը եւ ամենաթողությունը ինչ ռիսկեր ու վտանգներ են իրենց հետ բերում, որքան էլ դուք դրանց արդեն անդրադարձաք, եւ ո՞րն է այն նուրբ կետը, որ հասկանանք այս կետից այն կողմ արդեն ոչ թե ժողովրդավարություն է, այլ հակառակը։ Սահմանը որքան էլ որ այսպես տրիվիալ չհնչի, սահմանը դա օրենքն է, այսինքն օրենքը հստակ սահմանում է այդ սահմանը եւ նաեւ սահմանում է պետական իշխանության մարմինների հայեցողության լեգիտիմ շրջանակները, այսինքն գոյություն ունի սահմանադրությամբ ամրագրված հանրահայտ համաչափության սկզբունքը, որը ըստ էության այն մասին է, որ կիրառվող իրավասահմանափակումները պետք է լինեն անհրաժեշտ, չափավոր, այսինքն հստակ ուրվագծվում է պետական իշխանության մարմինների այդ լեգիտիմ հայեցողության սահմանը, որը պետք է լինի իհարկե հօգուտ քաղաքացու, այսինքն չպետք է լինի չափազանց այսպես մեծ եւ չարդարացված միջամտություն մարդու իրավունքներին, հա, օրինակ երբ ենթադրենք տվյալ հանցավորին ձերբակալեցին, ենթադրենք եկեղեցու միջադեպի շրջանակներում, պարզ է որ այդ մարդուն ասենք ծեծի պետք չի կարելի ենթարկել, չգիտեմ, ասենք նրա արժանապատվությունը ոտնձգել չի կարելի, բայց բռնել, տանել կալանքի եւ այդ թվում պետք է կալանավորել եւ համարժեք պատիժ տալ, ընդ որում ոչ թե պայմանական, այլ ինչպես քրեական իրավունքի լեքսիկոնում են ասում, ռեալ պատիժ տալ։ Սա ուրեմն համաչափության այդ տեսն է, այսինքն հարգելով ցանկացածի, այդ թվում հանցավորի անձնական արժանապատվության իրավունքը, բայց բոլոր դեպքերում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը պետք է գործի։ Հակառակ պարագայում, եթե մենք իրավական պետության այս գործիքակազմը անտեսում ենք եւ զուտ առաջնորդվում ենք ժողովրդահաճո կամ ավելին ասեմ, նույնիսկ երևի այս դեպքում ժողովուրդ բառը օգտագործելն է տեղին չէ, ամբողջահաճո, ուրեմն այսպես ասենք տեսանկյունից ենք հարցին մոտենում, հա, ապա մենք այստեղ արդեն կորցնում ենք ոչ միայն իրավական պետության գաղափարը, այլ մենք այստեղ ժողովրդավարությունն ենք կորցնում, որովհետև չափազանց ժամանակին ֆրանսիացի մտածողներից մեկը Ալեքսիս դե Տոկվիլը կարծեմ ասում էր, որ չափազանց մեծ ուրեմն ազատությունը կարող է վերածվել չափազանց մեծ տրկության, այսինքն չափազանց մեծ սանձարձակ ազատությունը իրականում բերում է ուրեմն ազատությունների սահմանափակման, որովհետև ստացվում է, որ մարդիկ միջանձնային հարաբերություններում այդ ազատության թույլատրելի չափը անտեսելով փաստացի ոտնձգում են միմյանց ազատությունների նկատմամբ, եթե պետությունն էլ է անգործություն դրսևորում այստեղ, այլև այլ ուրեմն նկատառումներով, ապա այո մենք ամենաթողություն ենք ստանում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ որոշ շրջանակներ ասում են, որ Հայաստանում բռնապետություն է հաստատված, իրականում այդ մարդիկ այդ տխմարաբանությունը թող ներվի ասել արտաբերելով նույնպես ըստ էության այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում են տեղավորվում, որի նպատակն է իրականության ձևախեղումը եւ ըստ էության այդ ձևախեղված իրականության մատուցմամբ ժողովրդի հատկապես ոչ այդքան բարձր գրագիտություն ունեցող շերտերի վրա ներազդում են եւ դրա նպատակն է նաեւ պետական ինստիտուտների գործող իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազումը, այսինքն դա է նպատակը եւ բնականաբար եթե իշխանությունը չի պաշտպանում ժողովրդավարությունը ոտնձգություններից, իսկ ժողովրդավարության եւ դրական կողմը եւ ուժեղ կողմը եւ թույլ կողմը միաժամանակ նույնն է, դա ազատությունն է։ Եթե դու այդ ազատությունը չես կարողանում պահել թույլատրելի շրջանակներում, դա բերելու է համակարգի փլուզման։ Դա է պատճառը, որ ժողովրդավարությունը շատ ավելի բարդ համակարգ է, քան ավտորիտարիզմը։ Դա ավտորիտարիզմը ըստ էության դա մահակի պայմանական ասած ուժով պահվող համակարգ է, որտեղ որ բոլորի դերակատարումը ի սկզբանե որոշված է եւ համակարգը աշխատում է մեկ բութ պրինցիպով, սկզբունքով։ Այս պարագայում իհարկե ավելի բարդ համակարգ է, բայց դե մենք ընտրել ենք այդ
բանը չէ, մոտեցումը այդ տեսլականը, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, դե ուրեմն պետք է ժողովրդավարությունը ամեն օր պաշտպանել այդ թվում ոտնձգություններից։ Հակառակ պարագայում հիշենք, թե ինչպես Գերմանիայում, Իտալիայում իշխանության եկան միտեղ նացիստները, միտեղ ֆաշիստները ժողովրդավարական համակարգի թերությունն ու թուլությունը օգտագործելով։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ մարդիկ անվերահսկելի ֆինանսական միջոցների, այսպես ասենք, օգտագործմամբ հակապետական քարոզ են տանում, մենք տեսնում ենք, որ չկա սահմանագիծ ընդհանրապես քաղաքական եւ ոչ քաղաքական ինստիտուտների միջև, այսինքն մենք տեսնում ենք, որ հոգեվոր կառույցն է, եկեղեցին է մտնում քաղաքականություն, փաստաբաններն են մտնում քաղաքականություն, շուտ նույնիսկ ոչ թե փաստաբաններ, այլ փաստաբանության ինստիտուտը լայն իմաստով, հա, այսինքն ջնջվել է քաղաքականի եւ ոչ քաղաքականի միջև բանը, այսպես ասենք, գիծը, հա, սահմանագիծը։ Եվ դրա համար մենք այսօր նաև անվտանգության բարձիկներն ենք մեր կորսում, որպես ժողովուրդ, հասարակություն, պետություն, հա, այսինքն այդ հանրային հեղինակություն վայելող սուբյեկտներ եւ ինստիտուտները, որոնք պետք է վեր լինեին սահմանման, այո, վերքաղաքական, վեր լինեին այդ քաղաքական կոնյունկտուրայից։ Մենք այսօր տեսնում ենք, որ դա էլ չկա, հա, եւ սա իհարկե բերում է պետության ընդհանուր իմունային ուրեմն համակարգի ներուժի թուլացմանը, դա անխոս է։ Պարոն Խալաթյան, մեկ այլ զուգահեռ իրականությունից էլ խոսենք, տեսեք, այստեղ էլ տարբեր են տեսակետները, մի կողմից հայտնի պահանջն է, որ բոլոր ավտորիտար ուժերը, ինչպես նաև դուք ձեր խոսքում նշեցիք, որոշ ավտորիտար ուժեր հիմա ժողովրդավարական մեխանիզմները օգտագործելով փորձում են գալ իշխանության, այդ թվում նաև նախկին նախագահներն են փորձում վերադարձի, այսպես հայտ են ներկայացրել առնվազն։ Մի կողմից հայտնի պահանջն է, որ նրանց օրենքի ուժով պետք է դուրս դնել ընտրական պրոցեսներից, մյուս կողմում իշխանությունն է, որ ասում է, որ դա հակաժողովրդավարական է։ Հիմա էլի որտեղ է ճշմարտությունը եւ որտեղ է այդ նուրբ լարը։ Տեսեք, իրականում էլի օրենքով հստակ սահմանված են նախևառած սահմանադրությամբ, որ սահմանադրական կարգի տապալման ուղղված գործունեություն իրականացնող քաղաքական ուժերը կամ տապալման հանգեցնող գործունեություն իրականացնող կուսակցությունները սահմանադրական դատարանի կողմից կարող են արգելվել կառավարության դիմումի հիման վրա։ Հիմա այստեղ խնդիրը մեկնաբանելն է, թե ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում, բայց օրինակ պետության անկախության վերացմանը կամ ոչ իրավաչափ սահմանադրաչափ սահմանափակման քարոզ տանող ուժերը փաստացի սահմանադրական կարգի տապալման քարոզ են տանում։ Օրինակ այն, որ խորհրդային միության կազմ պետք է վերադառնալ նյութենական պետություն, այնտեղ հազար ու մի բառ ռուսերենը, չգիտեմ, պետական լեզու հռչակել, այսինքն սահմանադրական կարգի հիմունքների շարքում ցանկացածի հանդեպ ոտնձգություն մեծաշով սահմանադրական կարգի տապալում է։ Էլ չեմ ասում ընտրակեղծարարությունը կազմակերպված, որ ընտրական ինստիտուտի հանդեպ ոտնձգություն է, այսինքն, այսպես ասեմ, եթե հայ հեղափոխական դաշնակցությանը ժամանակին արգելվեց մեծ հաշվով իր կազմում ոչ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիներ ունենալու եւ ուրեմն որոշակի հանցագործությունների կազմակերպման, այդ թվում սպանությունների, նարկոտրաֆիկ եւ այլն, իր որոշ ներկայացուցիչների թեկուզ բարձրաստիճան ներգրավման համար, որը որ հավատացեք շատ ավելի, ես կարծում եմ նվազ ուրեմն հիմնավոր էր այնքանով, որքանով այդտեղ դեռ պետք է ես գործի նյութերին մանրամասն չեմ տիրապետում, բայց ամենայն դեպս այդտեղ շատ ավելի մեծ պատասխանատվություն կար իշխանության վրա, ապացուցելու, որ այդ առանձին անձանց գործողությունները վերագրելի են դաշնակցությանը որպես ամբողջական կուսակցություն, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը ամբողջությամբ, այդ թվում այսօր արդեն նաև դաշնակցությունը ամբողջությամբ իր անունով, իր ինստիտուցիոնալ ներուժով ներգրաված է այդ ամեն ինչի մեջ։ Եվ եթե մենք դա անվանում ենք քաղաքական պայքար եւ պատասխանատվության ծանրությունը դնում ենք ժողովրդի վրա, մենք բավականին վտանգավոր բան ենք անում, որովհետեւ Այսինքն այնպես չէ, որ հիմքերը չկան այս ուժերին օրենքի ուժով դուրս դնել։ Եվ ժողովրդի հավաքական իմաստության վրա հույս դնելը դա բավականին ես կարծում եմ վտանգավոր է, որովհետև նախ ինչ ասել է ժողովրդի հավաքական իմաստություն։ Կան սոցիալական շերտեր, որոնք ունեն հակասոցիալական վարքագծի որոշակի հակվածություն։ Եթե չլիներ այդ վտանգը, չէր լինի օրինակ նաև քրեական ենթամշակույթի դեմ
համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը եւ այլն։ Մենք ընդունում ենք, որ եւ ընդհանրապես ցանկացած հասարակությունում կան նման շերտեր։ Հիմա այդ շերտերը չպետք է ունենան իրենց լեգիտիմ ներկայացուցիչները խորհրդարան, այսինքն մենք չպետք է օրինակ քրեական ենթամշակույթը լայն իմաստով համարենք հասարակության մի այսպիսի լեգիտիմ շերտ կամ խավ, որն էլ պետք է ունենա ենթադրենք իր ներկայացուցիչները խորհրդարանում, կամ եթե կան Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներ, որոնք օրինակի համար դեմ են հանդես գալիս Հայաստանի Հանրապետությանը որպես անկախ պետություն, դա չի կարող լեգիտիմ քաղաքական օրակարգ լինել եւ անկախ պետության գործիքակազմով ժողովրդավարական ապահովի ուրեմն անկախության դեմ պայքարող քաղաքական ուժերի եւ իրենց սոցիալական աջակիցների ուրեմն պայքարը, հա, կամ գործունեությունը, այսինքն այստեղ ներքին բան կա, երկություն եւ հակասություն կա, չի կարող քաղաքական պայքարի լեգիտիմ օրակարգ լինել Հայաստանի Հանրապետության վերացումը կամ Հայաստանի Հանրապետության ինկորպորացիան այլ պետության կազմում, օրինակ, հա, եւ բայց մենք իսկ այն որ տեխնացուներից մեկը հստակ սահմանադրության հետ խնդիր ունի, պարոն Խալաթյան, մեր ձևով ուժը նկատի ունեմ, ուժեղ Հայաստանը կամ ինչպես իրենց կուսակցությունն են անվանել, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացուն։ Հիմա իրենք հայտարարում են, որ կգան կփոխեն սահմանադրությունը, եթե ստանան սահմանադրական մեծամասնություն եւ կհարմարացնեն կոպիտ ասած սահմանադրությունը։ Ես ֆորմալ ոչ թե իրավական խնդիր եմ տեսնում, այլ ես այդտեղ պարզապես տեսնում եմ անլուրջ քաղաքական օրակարգ իրականում, այսինքն նղձական եղանակով բանը վարչապետ են ընտրում, տեխնացու, այդ նղձական եղանակով փոխում են սահմանադրությունը, տենց նղձական եղանակով ծրագիր են գրում։ Դա ես ավելի շուտ ոչ թե իրավական խնդիր եմ տեսնում, այլ այդտեղ քաղաքական օրակարգի անլրջության մասին է դա խոսում։ Այսինքն նույն հաջողությամբ դու կարող ես օրինակի համար ասել, որ Տարոն Աչեմօղլուին կբերես կդնես, ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց պետք է ուրեմն սպասել, որ ինքը, ասենք, չգիտեմ, կամ 4 տարվա նստակեցության ցենզը հաղթարի կամ գաս այդ ամբողջը հանես, այդ դեպքում դու կարող ես, ասենք, Կարո Փայլանին էլ ամենայն հարգագույն ցանկացած սփյուռքայի կարող ես բերես կարգես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որ քաղաքական ուժը այստեղ եւ հիմա պետք է առաջարկի համապատասխան քաղաքական ծրագիր եւ լուծումներ եւ այդ քաղաքական ծրագիրն ու լուծումները սպասարկող թիմ վարչապետի տեխնացուի գլխավորությամբ։ Լուրջ չէ, երբ որ դու քաղաքական հայտ ես ներկայացնում ըղձական եղանակով։ Այսինքն ստացվում է, որ եթե դու օրինակ 10% ես հավաքում, նշանակում է, որ դու փաստորեն ժողովրդին այլևս որևէ բան պարտք չես քո ընտրողներին։ Այսինքն դու մասնակցում ես միայն նրա համար, որ այն էլ պետք է ոչ թե բացարձակ մեծամասնություն ունենաս, այլ շատ ավելին, որ սահմանադրություն փոխես։ Մենք գիտենք, որ սահմանադրական մեծամասնություն է պետք։ Այսինքն դու փաստորեն ասում ես կամ ես այդքան ձայն եմ հավաքում, կամ էլ ես անկեղծ ասած չգիտեմ ինչ եմ անելու խորհրդարանում, եթե այդքան ձայն չհավաքեմ։ Այսինքն այստեղ նաև քաղաքական լրջմտության մասին ավելի շատ եւ Քավլիցի թերևս սա ամենա այսպես ժողովրդական լեզվով ասած անշարժ կետն է, որը ուղղակի մարդիկ այդպես են քաղաքականությունը պատկերացնում։ Այսեղ ուրիշ խնդիր կա, որ իրենք նույն ձեր նշած քաղաքական ուժը, երկրորդ նախագահի քաղաքական ուժը իրենք տարփողում են Հայաստանի անկախության սահմանափակումը, իրենք տարփողում են առանց Ռուսաստանի մասնակցության Հայաստանի անվտանգային ճարտարապետության ձևավորման անթույլատրելիությունը, այսինքն հստակ է, որ իրենց գալով ինքնիշխանությունը որոշակիորեն զիջվելու է։ Եվ ես դες մի բան ասեմ, իրենց քաղաքական ընդհանրապես հավատամքը անկախ նրանից թե ով է իրենց վարչապետի տեխնացու։ Հիմա ես ասեմ ձեզ, եթե Սամվել Կարապետյանը լիներ օրինակ հենց այս պահին Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջները բավարարող որևէ մեկը, դրանից իրենց քաղաքական կապիտալը եւ քաղաքական գաղափարաբանությունը չէր փոխվելու։ Այսինքն մենք դրա համար եմ ասում, մենք այստեղ կարծես ավելի անկարևոր հարցերի վրա ենք կենտրոնանում։ Այստեղ կարևորը այլ հարց է, թե ինչ քաղաքական խոսույթ եւ վարքաբանություն են դրսեւորում որոշակի քաղաքական ուժեր։ Մենք տեսնում ենք ընտրակաշառքի վերաբերյալ արդեն որոշակի իրավական գործընթացներ, իհարկե հարգելով այդ մարդկանց անմեղության կանխավարկածը, բայց բոլոր դեպքերում կարող ենք խոսել նման վտանգի մասին եւ այստեղ ղղձական եղանակը կիրառելով կարող ենք ասել, որ եթե դա հաստատվի կամ եթե դա հաստատվեր, ուրեմն կլիներ բնականաբար եւս մեկ այսպես ասենք կռվան սահմանադրական դատարանի միջոցով այդ ուժերի գործունեությունը դադարեցնելու համար,
դե այստեղ արդեն այլ հարց է, թե արդյոք այդ մոզաիկայում հավաքված առանձին կտորները հետո կամբողջացվեն որպես սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմում կառավարության կողմից, թե դա կհամարվի, որ զուտ ինչպես էին ասում նախկին քաղաքական ռեժիմի ժամանակ, ինչ որ մարդիկ արջի ծառայություն են մատուցել այդ ուժերին, այսինքն արդյոք դա կազմակերպված է այսպես վերից վար մակարդակով է օրինակ այդ ընտրակաշարքի համակարգը, թե դա պարզապես որոշ իրենց քաղաքական գործընկերների կամ համախոհների կամ կուսակցականների չափից դուրս լոյալության դրսևորումը։ Դե դա արդեն իհարկե իրավապահ համակարգը պետք է գնահատի, դա պետք է կառավարության իրավախորհրդատուները գնահատեն, եւ ամենակարևորը պետք է լինի քաղաքական կամ դրան վերջ տալու համար։ Հակառակ պարագայում բնական է, որ այդ քաղաքական ուժերը ինչ որ ներկայացվածություն խորհրդարանում ունենալու են։ Եվ հիմա մեր հարցը հետեւյալն է. մենք ուզում ենք ունենալ այս խորհրդարանի նման խորհրդարան, թե մենք ուզում ենք ունենալ խորհրդարան, որտեղ կա իշխանության եւ ընդդիմության նվազագույն ժողովրդավարական կոնսենսուս եւ փող հասկացողության ինչ որ նվազագույն շեմ քաղաքական։ Այսինքն եթե ընդդիմափոխություն այնուամենայնիվ տեղի չունենա, խորհրդարանում որակապես ոչինչ ըստեյության չի փոխվի։ Այո, եւ մենք պետք է նաեւ խորհրդարանը գնահատենք իր ամբողջության մեջ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք ունենանք ու հիմա էլ ունենք ոչ արդյունավետ խորհրդարան, որտեղ խորհրդարանը չի կարող միայն քաղաքական մեծամասնության գործունեության վայր լինել։ Մենք պետք է ընդունենք, որ ընդդիմությունը 5 տարվա ընթացքում Հայաստանում իր սահմանադրական առաքելությունը չի կատարել։ Ավելին ասեմ, չի իրականացրել հենց իր վերահսկողական գործառույթը հենց իշխանության հանդեպ, որովհետև իր գործունեությունը եղել է բացառապես ինքնանպատակ։ Ավելին ասեմ, իշխանության գործունեությունը կլիներ առավել արդյունավետ, եթե լիներ որակապես այլ ընդդիմություն, որը կկենտրոնանար հենց իշխանության սխալների, այլ ոչ թե սեփական քաղաքական անցյալը, ընդդիմության քաղաքական անցյալի մասին է խոսքը, ոչ թե սեփական քաղաքական անցյալը մաքրագործելու միտումով անընդհատ նույն հարցի շուրջ կամ մի 2-3 հարցի շուրջ անընդհատ խոսեր եւ սադրեր, ասենք, ինչ որ պերֆորմանսներ։ Այսինքն էսա խնդիրը։ Եվ եթե դա չի փոխվում, մենք այո ունենում ենք թերի խորհրդարան, ոչ արդյունավետ խորհրդարան եւ խոսել այն մասին, որ նման որակի ընդդիմությամբ խորհրդարանի պայմաններում մենք կայացած ժողովրդավարություն ենք, իհարկե թերասացություն է, մեղմասացություն է։ Պարոն Խալաթյան, վերջին օրերին գիտեք, որ կրկին ակտիվացել է խաղաղություն, պատերազմ դիսկուրսը, հասկանանք իսկապես հունիսի 7-ի ընտրությունները նաև խաղաղության ու պատերազմի միջև են լինելու, դրանց մասին են լինելու, թե սա պարզապես քաղաքական խոսույթ է եւ հասկանանք նաև, թե նույն ընդդիմադիր ուժերը, որոնց մասին մենք խոսում ենք եւ որոնք հավակնում են վերադառնալ իշխանության, ինչու են հիմա ակտիվորեն խոսում օրինակ Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքի մասին, նրանց վերադարձի հնարավորության մասին, սա հստակ մի կամ երաշխավորի ինստիտուտի մասին, որ խաղաղությունը չի կարող լինել առանց երաշխավորի ինստիտուտի, թրիփը չի կարող գոյություն ունենալ այն ֆորմատով, որով ըստ էության պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այնտեղ էլ կրկին պետք են երաշխավոր պետություններ։ Ինչպես հասկանալ այս խոսույթը, այսինքն հստակ է, որ նրանք գալու են, ինչպես իրենք են ասում, վերաբանակցելու են եւ վերաբանակցելը նշանակում է չեղարկելու են բոլոր այդ նախագծերը, պրոյեկտները, խաղաղության նախաստորագրված պայմանագիրը։ Դե այդ վերջից գալով ասեմ, որ իրականում թրիփի վերաբանակցումը դա քողարկված թրիփի չեղարկումն է, դա ակնհայտ է։ Խոսել այն մասին, որ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատով հիմա էլ թրիփում կարող են այդ եռանախագահության սուբյեկտները ներգրավել, այս կամ այն կերպ, կամ ասենք, չգիտեմ, Չինաստանը ավելանա եւ այլն, դա ըստ էության թրիփի չեղարկում է նշանակում եւ ըստ էության այդ մարդիկ պարզապես կեղծում են իրականությունը, չեմ ուզում մտածել, որ այդքան այսպես պրիմիտիվ քաղաքական մտածելակերպ ունեն, ակնհայտ է, որ տվյալ պարագայում գնում է նաեւ տնտեսական ուղիների եւ եթե կուզեք տնտեսական միջոցների համար գոյաբանական պայքար ռեսուրսների համար մենք տեսնում ենք դա եւ հիմա այդքանով հանդերձ խոսել այն մասին, որ կարելի է այսօր համադրել ուրեմն փաստացի զրոյական արդյունքով խաղի տրամաբանությամբ միմյանց դեմ պայքարող սուբյեկտներին աշխարհակաղակական դա նշանակում կամ քաղաքականությունից ոչինչ չհասկանալ կամ պարզապես այսօր ժողովրդին ուղիղ չասել այն մասին, որ են գալու են, որ թրիփը չեղարկեն, ընդ որում չեղարկեն դիմացը առաջարկելով միմիայն վերա կերում ռուսական կարգին։ Ընդ որում այստեղ խնդիրը հետեւյալն է, մենք ոչ թե հերքում ենք այն, որ այսօր եւս Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի Հայաստանում եւ կրկնեմ անթույլատրելիորեն մեծ, հիմա այլ մենք խոսում ենք այն մասին, որ մենք այդ ուժերը ցանկանում են անդառնալիության կետը հատել Հայաստանի ռուսահպատակության։ Այսինքն այնպես չէ, որ այսօր եւս մենք ունենք Ռուսաստանի անթույլատրելիորեն մեծ ներգրավվածություն Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության մեջ եւ քաղաքականության մեջ եւ անվտանգային համակարգում,
բայց խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը փորձում է բալանսավորել այս ամենը։ Լավ, վատ, ավել, պակաս, դա այլ հարց է, բայց այդ ուժերը գալիս են անդառնալիության կետը հատելու միտումով, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ առումով այնպես սահմանափակել գործունակությունը, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի Աբխազանը, հա, դառնա Աբխազիայի պես մի ամորֆ տարածություն։ Էս է խնդիրը։ Իսկ թե դա կարվի պատերազմով, չնայած ես հանուն ճշմարտության հեռու եմ այն մտքից, որ այդ ուժերը գալու են եւ սադրեն պատերազմ, լինելով փաստացի Հայաստանում խոշոր կապիտալի տիրապետող շրջանակներ, դա քաղաքագիտական ճշմարտություն է, որ նման շրջանակները պատերազմ չեն սիրում։ Ու ավելի շուտ դա կլինի Հայաստանի Հանրապետության հանձնում հայտնի պետության ողորմածությանը, ոչ թե եթե դրան իհարկե պետք լինի նաեւ գնալ պատերազմի միջոցով Կավլիցի գուցե, դա իհարկե կախված է նաև նրանից, թե ինչպիսի ուրեմն իրավիճակ կլինի այդ թվում աշխարհաքաղաքական եւ կոպիտ ասած այն քաղաքական աշխարհաքաղաքական շրջանակներում ումից նրանք կախված են, թե ինչպիսի նաև ազդակներ կհղեն, բայց բոլոր պարագաներում խնդիրը այն է, որ այդ քաղաքական ուժերի հավատամքը Հայաստանի Հանրապետության անկախության ինստիտուցիոնալ սահմանափակումն է վերացման հեռանկարով, անդառնալիության կետը անցնելով, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնումը փաստացի բացառելով։ Այստեղ այլ կարծիք այդ իմաստով այստեղ չի կարող։ Չէ, ես դրա համար այստեղ նույնիսկ պատերազմ թե խաղաղություն այդ դուալիզմը կարծում եմ այս պարագայում հնարավոր երկվություն է, որ կարող է, ասենք, գալիք ընտրություններում լինել քաղաքական մեյնսթրիմում, բայց իհարկե դա միակը չէ եւ ես օրինակ չէի անվանի այս ընտրությունները պատերազմի խաղաղության միջև ընտրություն, այլ կհամարեի Հայաստանի սուվերենության եւ վասալության միջև վասալությունն էլ նույնիսկ երևի արդեն դառնում է շատ այսպես բան իրենց դեպքում մի խոսք, որը էլի ինչ որ ինքնուրույնության տարեր է պարունակում։ Հայաստանի Հանրապետության անկախության եւ անկախության վերացման ադեպտների միջև պայքար, ես կարծում եմ սա է հիմքում։ Իսկ դա կլինի պատերազմի միջոցով, թե կլինի ուղղակի գործարքի միջոցով իշխանության գալու պարագայում այդ ուժերի, դա արդեն ինչպես ասում են, հարցի տեխնիկական կողմն է։ Պարոն Խալաթյան, խոսենք նաև վերջերս այդ մասին խոսեց իդեպ նաև Արարատ Միրզոյանը, որ Եվրամիություն բառը լսելիս որոշ ուժեր կամ երկրներ խրտնում են։ Այդ համատեքստում նույն ընդդիմադիր շրջանակները շատ դժգոհում են հատկապես Եվրամիության աջակցության այն իմաստով, որ գալու են եւ հիբրիդային պատերազմի դեմ աջակցելու են որոշակի ուժեր, ապրիլին գիտեք արդեն ժամանելու է արագ արձագանքման խումբը, նախ հասկանանք ինչ աշխատանքներ են տարվելու, որը ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ եւ հետո ինչու է հատկապես ընդդիմադիր շրջանակները դժգոհում այդ իմաստով եւ ասում, որ այս ամենը ուղղված է իրենց դեմ, ինչպես կարող է Եվրամիության արագ արձագանքման խումբը, որոնք պայքարում են ամենատարբեր այսպես հիբրիդային սպառնալիքների դեմ, ուղղված լինել ընդդիմադիր շրջանակների դեմ, ինչու են այդպես ընկալում։ Դե դա ինքնախոստովանություն է։ Հա, դե ռուսական նաեւ շատ լավ տվյալ պարագայում Ռուսաստանի համար ինքնակնդատություն կարող է համարվել այդ ռուսական խոսույթը, երբ որ ասում են նավարե շապկա գարիտ, այստեղ նախ որևէ մեկը չի ասում, թե կոնկրետ հիբրիդային պատերազմի սուբյեկտները ովքեր են, թե պետք է հասկանալի է ովքեր են, եւ նման հայտարարություն ինքնախոստովանական ինչ որտեղ բան է, ցուցմունք կամ հայտարարություն է, եւ այստեղ շատ կարեւոր է, որ ասում են ինչու Եվրամիությունը, որովհետեւ Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը նաեւ եվրոպական քաղաքական establishment-ն է, որ կանգնած է ժողովրդավարության եւ իրավական պետության կողքին, այսինքն դա իրենք ասում են միջամտություն է սա։ Դա միջամտություն չէ, դա ժողովրդավարական համայնքի արձագանքն է, իր համայնքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը սպառնացող ուրեմն վտանգների համատեքստում։ 1. Երկրորդը ուրեմն նախ եւ առաջ այդ խումբը գալիս է լուծելու շատ կարեւոր հարցեր կապված ընտրություններից թվերային ֆինանսավորման հետ, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում, եւ մենք տեսանք արդեն, որ նաեւ Հայաստանի իրավապահ համակարգը հանուն ճշմարտության ի զարմանս ինձ, ես մեր իրավապահ համակարգից նման հատուկ գործողություններ, անկեղծ ասած, իրենց նախկին վարկաբանությունը հաշվի առնելով,
չէի սպասում, բայց ուրախալի էր, որ նման եւ նաեւ հայտարարությունն էլ կարծես շատ մոտ էր իրենց անունով կոչելուն, այլ ոչ թե ասել մեկ ինչ որ պետությունից, ինչ որ մարդիկ, ինչ որ գումար էին բերել, ինչ որ արժույթով, բայց հստակ նշեցին, որ երկրից եւ ինչ արժույթով եւ բայց դա միակ դեպքը չի լինելու, ճիշտ եմ հասկանում։ Դե հուսամ, որովհետեւ նաեւ շատ կարեւոր է հանրության հղվող ազդակների տեսանկյունից, որ հանրությունը իմանա ի վերջո ով որտեղից եւ ինչ էր բերում, այսինքն եթե դու դա չունես կամք դա հայտարարելու, երևի կիսով չափ արդյունավետությունը այդ միջոցների ընկնում է։ Նույն Եվրամիության արագ արձագանքման խմբի ներկայությունը կարծում եմ այդ առումով այլընտրանք չի թողնի, որ պետք է նաև դա համապատասխան լուսաբանվի։ Ես կարծում եմ, որ ընտրությունների ստվերային ֆինանսավորումը եւ անօրինական ահռելի միջոցների կապիտալի ներարկումը ընտրական process այդ թվում օգտագործելով ես կարծում եմ մեր օրենսդրական բացերը, որովհետև մեզ մոտ պետական մոնիթորինգը շատ խիստ է ընտրությունների հանդեպ միայն նախընտրական քարոզչության շրջանակներում, որը ընտրական օրենսգրքով հստակ սահմանված ժամանակահատված է, իսկ մենք տեսնում ենք, որ այդ ուժերը կարծես մինչև այդ ժամանակահատվածի վրա հասելը արդեն որքան պետք է կապիտալը արդեն ներարկած պետք է լինեն, այսինքն եւ դրանից հետո իրենք կարող են անգամ ֆորմալ իմաստով ընտրական օրենսգրքի տառնել պահել։ Ասենք չգիտեմ X գումարի շրջանակից ավել չծախսելի ինչ պետք է իրենք հիմա են անում բայց նաև կա իհարկե նաև մենք կենտրոնական բանկը մեր ունի լիազորություն վերահսկել բանկային գործարքները նրանց կասկածելիության եւ փողերի լվացման տեսանկյունից մաքսային ծառայությունը այսինքն ունենք մենք որոշակի այլ գործիքակազմեր վերահսկելու այդ կապիտալին հոսքը, հա մենք ունենք կուսակցությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելք եւ այլն, այսինքն բոլոր դեպքերում իհարկե կան նաեւ համապատասխան գործիքակազմեր եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը իր փորձով եւ գիտելիքներով նաեւ որոշակի փորձագիտական կարողությամբ, ինչու՞ չէ նաեւ որոշակի սիմվոլիկ ու քաղաքական մեսեջ պարունակող ներկայությամբ կօգնի այս հարցում։ Հաճախ զուգահեռներ են տարվում պարոն Խալաթյան Մոլդովայի ընտրական process-ների հետ եւ ասում են, որ Հայաստանն էլ պիտի գնա այդ ճանապարհով, բայց ըստ ձեզ համեմատելի է Մոլդովայի օրինակը Հայաստանի այս ներքաղաքական իրավիճակի հետ եւ տեղի ունեցողի հետ, հաշվի առնելով տարբեր աշխարհագրական դիրքեր, տարբեր իրողություններ, այսինքն այստեղ նույն մեխանիզմները պետք է կիրառվեն, թե այնուամենայնիվ Հայաստանը այլ պետություն է, այլ սուբյեկտ է իր աշխարհագրական դիրքով եւ առանձնահատկություններով եւ այստեղ նաեւ պետք է լինի նաեւ պայքարի մեթոդ այլ պետք է լինի։ Դասական հետխորհրդային պետություն ենք, ինչպես Մոլդովան, մեծ հաշվով, այսպես մակրո մակարդակում ոչ մի տարբերություն չկա։ Իհարկե միկրո մակարդակում յուրաքանչյուր պետություն առանձին кейս է, բայց մակրո մակարդակում, այսինքն այն մակարդակում, որում մեզ օրինակ տեսնում է Եվրամիությունը, նաև եղել են ըստ էության համեմատություններ, որ մենք Արևմտյան Բալկաններին մեր ժողովրդավարական իրավական զարգացած աստիճանով մոտենում ենք Արևմտյան Բալկաններին, ասենք դա Չեռնոգորիան է, չգիտեմ, այդ տիպի երկրներն են, այսինքն ավելի շատ, այո, մենք Արևելյան Եվրոպայի այն էլ ոչ ամենազարգացած հատվածին ենք մոտ մեր այսօրվա նվաճումներով ժողովրդավարական, հիմա դա պետք է ընդունել գիտություն եւ քայլել առաջ։ Հիմա Մոլդովան եւս մի պետություն է, որ այդ նույն հիբրիդային սպառնալիքների դեմ հանդիման է եւ մակրո մակարդակում, այո, նմանությունները ավելի մեծ են, քան տարբերությունները, հա, գոյություն ունեն, չգիտեմ, ռուսամետ օլիգարխներ, նույն Մոլդովայում եւս կար հայտնի մեկը, հա, որը որ փաստացի Մոլդովայում պետական հեղաշրջում էր փորձում ֆինանսավորել, չստացվեց նախագահական ընտրություններին, ահա, եւ ընդ որում Մոլդովայի քաղաքական վերջին մոտ 2 տասնամյակի պատմությունը հենց այդ մակընթացության տեղատվության մասին է ռուսամետ եւ արևմտամետ շրջանակների։ Ունեն նաեւ չկարգավորված իրենց դեպքում հակամարտություն, ինչպես մենք ունենք 30 տարի նման հակամարտություն, այսինքն նմանությունները բավականին մեծ են, նաեւ Ռուսաստանի ազդեցության գործիքակազմն են շատ նման, եւ ես կարծում եմ բավականին ուսանելի кейս է, թե ինչպես մոլդովացիները գոնե առայժմ կարողացան դա զսպել եւ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մակարդակում կարողանում են պահել իրենց երկրի բանը ինքնիշխանությունը։ Եվ վերջում ամփոփելով պարոն Խալաթյան, Եվրոպական խորհրդարանում վարչապետի հայտնի ելույթը նաև որոշ հոգևորականների KGB գործակալ լինելու մասով էլի է այստեղ որոշակիորեն դժգոհություններ առաջացրեց բնականաբար ընդդիմադիր շրջանակների մոտ, բայց հատկապես դաշնակցական որոշ կարկառուն ներկայացուցիչներ հայտարարեցին, որ այս կերպ վարչապետը կրկին ապահովագրում է իրեն, որպեսզի հետագա այդ բռնաճնշումները կարողանա որևէ կերպ արդարացնել եւ գալով վերջին Սուրբ Աննա
եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որքան էլ որ ցավալի է, բայց պիտի ցիտեմ Գառնիկ Դանիելյանի միտքը, նախ Դանիելյանը վստահ է, որ վարչապետը անձնական հաշվեհարդար է տեսնում այդ ձերբակալվածների հետ կապված եւ հետո ասում է մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից են խոսում, բայց ամեն օր ձեր իշխանության օրոք բռնաբարվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայի ներկայացուցիչը, Դաշնակցության ներկայացուցիչը խոսում է մարդու իրավունքների ու ժողովրդավարության բռնաբարված լինելու մասին։ Գիտեք, վերջին քանի տարիների նրանք խոսում են բռնաճնշումների 37 թիվը լինելու մասին։ Նախ ընդհանուր առմամբ ձեր մեկնաբանությունն է հետաքրքիր եւ Եվրոպական միության համար արդյոք ընկալելի է իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Դե շատ ուրույն պատկերացում ունի ժողովրդավարության մասին, ինձ հետաքրքիր է, եթե իրենց նկատմամբ ամենօրյա ռեժիմով, ասենք, լինեին, ասենք, իրենց գլխին հարվածելու փորձեր կամ, չգիտեմ, իրենք ենթարկվեին բռնության, ինչպես իրենք կարձագանքեին, համենայն դեպս օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը։ Հա, այսինքն հիմա նշանակում է սա եւս ես անկեղծ ասած նույնիսկ կարծում եմ, որ լրջորեն նման հայտարարությունների քննարկումը եւս մտնում է իրենց պլանների մեջ։ Դա անլուրջ, աննորմալ հայտարարություններ են, ասենք Չեխովը մի պատվվածք ուներ նման, չէ՞, երբ որ տղամարդը կնոջը բռնացնում է դավաճանության մեջ, հետո կինը ասում է սա քո սիրեկանն է, ասում է այստեղ մարդ չկա սենյակում, աչքիդ է երևում, հետո այդ ամուսնուն տանում են հոգեբուժարան այդ պատվվածքի վերջում։ Հիմա մոտապես դա է, ասենք դու աչքովդ տեսնում ես մեկ այլ իրականություն, իրականը իրենք փորձում են ծուռ հայլիների աշխարհում կարծես դա ներկայացնել հակառակ տեսանկյունից, այսինքն կարծես թե վարչապետի շարած մեկ մնում է ասեմ, որ վարչապետի, ասենք, թիկնազորն էր փորձում ինչ որ մեկին կամայական հարվածել։ Եվ ընդ որում դա ամենևին ես բանով չեմ ասում, հումորով չեմ ասում, որ նայեք համապատասխան լրատվամիջոցների այսպես բանը, հրապարակումները կտեսնեք, որ նաև փորձ է արվում հենց այն հույսով, որ մարդիկ ուղղակի չեն խորամուխ լինի այդ թեմայի մեջ, այնքան որ հասկանան ինչն ինչոց է, փորձեն հավատալ, որ իրականում եղել է ճիշտ հակառակը։ Դե ես կարծում եմ, որ դա արվում է ոչ թե մենտալ խնդիրներ ունեցող մարդկանց, այլ համապատասխան աշխատանքներ կատարող, այսպես ինֆորմացիոն դիվերսանտների, այսպես մեթոդաբանությամբ գործող անձանց կողմից, այսինքն դու անում ես մի բան, հետո սկսում ես քո լրատվամիջոցներով, չէ, Գեբելս ասում է սուտը մի բազմիցս կրկնում ես, դա առնում է ճշմարտություն։ Հիմա այդ սկզբունքով են գործում։ Դրա համար եմ ես նաև իմ զարմանքը արտահայտում օրինակի համար հայախոս բլոգերների հանդեպ չափազանց մեղ վերաբերմունքի, չգիտեմ, ակնհայտ հակապետական քարոզ տանողների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի մասով եւ թերևս ճշմարիտ են ինձ ասած են տեղեկությունները, որ շատ իրավապահ մարմինների կամ իրավասու, այսպես իրավական բլոկը ներկայացնող մարմինների, այդ թվում ղեկավարներ, իրենց մեղմությունը վերագրում են ժողովրդի ցածմանը չարժանանալու, շատ սխալ պատկերացում ունեն բանի վերաբերյալ, իրենց գործառույթների վերաբերել, իրենք ոչ падգամավոր են, ոչ վարչապետ են, ոչ որևէ քաղաքական պաշտոնյա են, իրենք պարտավոր են իրենց գործն անել, իրենք գործ չունեն, ժողովուրդը իրենց չի ընտրում, ժողովուրդը ընտրում է քաղաքական իշխանությանը, իրենք թող իրենց գործով զբաղվեն, իրենք արեստավարժ մասն են ներկայացնում իշխանության, ոչ թե քաղաքական, այսինքն ապաքաղաքական, եւ եթե իրենք կամ ես կարող եմ նաեւ այլ հեռուն գնացող ենթադրություն անել, իսկ գուցե կան մարդիկ, որոնք անգործությամբ պարզապես հենց բան են անում, օգնում են որոշ շրջանակների, ուրիշ բան ես չեմ կարող։ Դե եթե մենք տեսնում ենք, որ մարդիկ գնում են դատարան, հետո ասենք պարզաջրված դուրս են գալիս, այսպես ասած, չխորանալով իրավական նրբությունների մեջ, դե դեպքում ես ինձ այլ բան չի մնում ենթադրել, որ պարզապես դրանով նաև որոշ շրջանակների քաջալերում են։ Եվ պարոն Խալաթյան, վերջում կարող ենք համարել, որ ընտրությունների մոտենալով պայմանավորված նաև այս քաղաքական, ներքաղաքական իրավիճակը ավելի է շիկանալու եւ նաև հիբրիդային պատերազմի այս սպառնալիքների առումով շատ ավելի շատ նման միջադեպեր առաջիկայում կա։ Այն որ նախընտրական շրջանում բնականաբար աժիոտաժը եւ տարբեր սուր դրսևորումները
շատանալու են, այդտեղ ես զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Այստեղ կրկին պետք է կրկնեմ այդ ամեն ինչի իրավական սահմանադրական հունավորում պետք է անեն մեր իրավապահ մարմինները, դատաիրավական համակարգը, այն որ անգամ այնպիսի երկրներում, ինչպիսին Ֆրանսիան է, ասեն Գերմանիան եւ այլն, կարող են լինել նաեւ ոչ սթափ մարդիկ, որոնք կարող են ոտնձգել նաեւ երկրի ղեկավարի հանդեպ, էտել ենք տեսել, բայց ես օրինակի համար չեմ կարծում, որ Մակրոնին հարվածած, կհիշեք հայտնի ակտիվիստը, որ Մակրոնին հարվածած ակտիվիստը հաջորդ օրը գնա տուն։ Ես դա օրինակ չեմ հավատում, չեմ հետևել զարգացումներին, բայց ես գործնականում բացառում եմ, որ Ֆրանսիա իրավապահ համակարգը դրանից հետո այդ մարդուն թողներ կամ արդարացներ օրինակ։ Խնդիրը հենց սրա մեջ է, որքանով ենք մենք քաղաքական անգամ սուր պրոցեսները պահում իրավականության շրջանակներում, ընդ որում իրավականությունը ոչ թե նշանակում է, որ ցանկացած իրավախախտի իրավունքները պետք է պաշտպանվեն, այլ նաև հասարակության եւ պետության եւ հասարակության մնացած անդամների իրավունքները պետք է պաշտպանվեն, այդ թվում տեղեկատվություն ստանալու իրավունքը, այդ թվում անձնական անձեռնմխելիության իրավունքը, այդ թվում անգամ վարչապետի դավանանքի ազատության իրավունքը, որը ենթադրում է պաշտամունքի վայրեր այցելություն ցանկացած ժամանակ, այսինքն այդ աննորմալ խոսությունը թե նա ինչի էր գնացել եկեղեցի, դա մոտապես նման էր ժամանակին կարծեմ Նունե Եսայանն էր ասում ինչի էին ցուցարանները մարտի 1-ին Ֆրանսիայի հրապարակում, որ չգնային իրենց այդ ոչինչ չէր պատահի, այսինքն տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող նարատիվն է, բայց կրկնեմ, դրա այդ նարատիվների գեներացմանը ինչ որ առումով կամա թե ակամա նպաստում են այն պատասխանատուները, որոնք հաճախ իրենց բարձրության վրա չեն գտնվում, այդ նման հանցավոր դրսևորումները, իրավախախտումները կանխելու, նախականխելու կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Շնորհակալ եմ, պարոն Խալաթյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Արտաշես Խալաթյանն էր, կհանդիպենք։